Ցավապրողը ինքը չի, ես եմ։ Ես ոնց ներեմ, ոնց ես խաղաղության այդ պայքարի մեջ թեկուզ մտովի մտնեմ, երբ որ ես գիտեմ, որ ինքը ոչ մի հատ իմ որդու, այ չկա տենց արցախցի, որ ում տան լույսը մարած չլինի։ Այսքան այս սամի մեծ արդեն գարադո կա դարել, այսքանը ձեր կարծիքով քիչ է։ Եռաբլուրում շիրմաքարերից ժպտում են պատերազմի զոհերը, լուր պատմում իրենց կարճ կյանքի վերջին օրերի մասին։ Մարտական գործողությունները սկսվել է, Տիգրանը մենակ մնացել է դիրքում, 812 դիրքում, միջև վերջ մենակով կռվել է, բոլոր դիրքի տղաները լքել են, դուրս են եկել, ինքը մնացել է մենակ այնտեղ միջև վերջ պայքարելով։ Ադելինա Ավետիսյանն այսօր դժվարությամբ էր հասել Եռաբլուր, որտուց հետո առողջությունն այն չէ, լուրջ խնդիրներ է հաղթահարում, Ադրբեջանի հետ խաղաղությանը որդեկորից մայրը չի հավատում, այս պայմանով հարցնում է։ Նայեք, իրանք ասում են խաղաղություն չէ, բայց չէ որ իրանք պղծում են մեր տղաների նկարների տակ անգամ մեր սոցիալական էջերը, երբ որ մենք դնում ենք հիշատակի օր կամ թեկուս նկար որդու հետ, կամ շիրիմը դնում ենք, ինչքան կեղտոտ, ինչքան վատ բաներ են, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Տիգրան Ավետիսյանը փրկվել էր 44-օրյա պատերազմում, վիրավորվել էր, բայց հաղթահարել խնդիրներն ու նորից առանց ծնողներին տեղյակ պահելու պայմանագիր կնքել բանակի հետ։ Նրան հետ չէր կարողացել պահել անգամ ընտրյալն ու կյանքի գլխավոր երազանքը։ Տիգրանը 2023 թվականին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ է զոհվել։ Ամուսնանար 4 երեխա ունենար։ Դա իր առաջի երազանքն է եղել։ Ինքը ուզում էր շուտ եւ շուտ, он всегда спешил жить։ Ինքը շտապում էր։ Առանց Արցախ չէր կարող ապրել, ասում է մայրը։ Այդ շրջանը համընկել էր Արցախի շրջափակման հետ։ Մայրը Հայաստանում էր, որդին Արցախում։ Մարտական դիրքում էր, երբ հակառակորդը հարձակվել էր։ Թիկունքից էին խփել։ Ինքը իր դիրքում պարկած գրկախառնված իր այդ զենքի հետ, բեկայի հետ, գրկախառնված պարկած իր դեմքը ամբողջովին ոչ մի հատ գիծ, ոչ մի վնասվածք չի եղել, բացարձակ իր մոտ մեջքից է եղել խփած։ Վառվռուն աչքերով գեղեցկադեմ Տիգրանի շիրմաքարից քիչ այն կողմ լուրջ հայացքով ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն է հուղարկավորված։ Զոհվեց 44-օրյա պատերազմի մեկնարկի հենց հաջորդ օրը, ընդամենը 26 տարեկան էր։ Ու շատ անծանոթ մարդիկ մեզ են մոտենում ու պատմեն, որ այդ մեկ օրվա ընթացքում հասցրել է ինչ-որ բժշկական օգնություններ տրամադրել տարբեր զինծառայողներին, որովհետև վիրավորները դե այդ առաջին օրերին շատ։ Ընդամենը 20 օրվա ծառայող բժիշկ եղբայրը զոհվել է Քարվաճարում, զինվորների կյանքը փրկելիս, պատմում է եղբայրը Գուրգենը։ Մարտական դիրքեր բարձրանալիս վիրավորներ իջեցնելու նպատակով իրենք բարձրանալիս են եղել ու ճանապարհին հայկական համազգեստով դիվերսանտներ են եղել, ինքը մեքենայից իջել է Քարվաճարում։ Ինչ գնով է խաղաղությունը, դրա հաստատման մասին իշխանության վերջին հայտարարություններին է անդրադառնում Գուրգենը։ Խաղաղություն կարող է լինել, երբ երկու կողմերը պատրաստում են իրենց հասարակություններին, ասում է, բայց մեր գերիները դեռ այնտեղ են, Բաքվից հնչում են ոչ խաղաղասիրական հայտարարություններ։ Անգամ այդ ասում եմ ես մարդ, որ այդ պատկերացրեք թշնամանքի հետ չափաբաժինը, որ զգում եմ, բայց պետք է հասկանալ, թե դա ինչ գնով պիտի լինի։ Ու արդյոք այս պահին, այս բանակցային ինչ-որ պրոցեսին լիարժեք չեմ տիրապետում, երևի թե լիարժեք չի էլ հրապարակվում, էլի, վերջին 5-6 տարիներին պրոցեսը, հետևաբար գնահատական լիարժեք տալ չեմ կարող, բայց ես չունեմ այդ հավատը, որ կլինի այդ խաղաղությունը։ Մեննուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հաստատակամ է, խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը հաղթի։ Ամեն ինչ դեռ առջևում է, ճակատամարտերն են պարտված, վերջին, բայց պատերազմը դեռ ավարտված չէ եւ ինչպես Մոնթեներ ասում, այս պատերազմը պիտի պարտադիր մեր հաղթանակով ավարտվի, հակառակ դեպքում այն հարատևելու է։ Անհնար է այս տարածաշրջանում խաղաղություն, եթե այդ խաղաղությունը հայի հաղթանակով չի եղել։ Կարին Տոնոյանը վարդերով է շրջապատել որդու շիրմաքարը, չի ընդգրկում այս դժվար պայքարում, հավատում է, որ մի օր կորցրած Արցախը հետ կգա։ Հողի կորուստը ամենամեծ կորուստն է։ Ի վերջո մարդիկ ծնվում են, մեռնում,
սերունդները գալիս են գնում հավերժը հողը եւ վերջում մենք բոլորս հող ենք դառնում եւ այսօր այդ հողը մեր զավակների միսն ու այրունն է։ Աշոտ Սիմոնյանն այսօր մենակ էր եկել որդու գերեզմանին։ Ընդամենը 20 տարեկան էր Արմանը, հունվարին պետք է զորացրվեր բանակից, բուհ ընդունվեր։ Հակառակորդի հետ վերջին մենամարտում զինվորներն առանց հրետանի էին, առանց հրամանատար։ Իրանք հրետանավոր էին, հրետանի չունեին։ Չէ, զինվածը էր, ուղղակի զենք չկար։ Զենքը կռվի դաշտում չէր։ Իրանք ուժեղ չէին, ուղղակի մենք պարտվել ենք։ Դե պնդել չեմ կարող, բայց այս նկատի ունեմ, որ հրամանատարները իրանց տեղում չէին։ Քիչ այն կողմ լուր սգում էր 38-ամյա Ռաֆիկ Ղազարյանի մայրը, որը չհասցրեց որդուն ամուսնացնել, նրա երջանկությունը վայելել։ Հայրեն ասեր տղա։ Այո։ Հողին նվիրված։ Հայրեն ասեր հողին նվիրված, բարի։ 44-օրյա պատերազմը խլեց ավելի քան 3800 մարդու կյանք։ Իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել զոհերի ամբողջական ցանկը անուն ազգանուններով։